Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպանը վարչապետը շեշտել է Նիդերլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Հայաստանն ու Նիդերլանդները ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել։ Հայաստանում էլ պաշտոնապես բացվել է Նիդերլանդների դեսպանատունը։ Դա ստորագրվել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպի Հայաստան այցի շրջանակում։ Այդ փաստաթղթի ու նախարարի այցի մանրամասները տեսանյութում։ Կասպար Վելտկամպը առաջին անգամ է մեր երկրում։ Հրապարակային տեսալուսանկարահանումից հետո Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն ու նրան հյուրընկալող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախ հանդիպում են առանձնազրույցի ձևաչափում, ապա ուշ նրանց են միանում երկու երկրների պատվիրակությունները։ Փակ դռների հետևում քննարկումները եզրափակվում են Հայաստանի և Նիդերլանդների ռազմավարական գործընկերությունը խորհրդանշող փաստաթղթի ստորագրմամբ։ Սա գործընկերության նոր փուլ է, որի մասին նախարարները նշում են լրագրողների հետ հանդիպմանը։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե խորհրդանշական է, թե միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն։ Համատեղ ստորագրելով այս համագործակցության փաստաթուղթը մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս մեր հավակնությունը ամրապնդելու քաղաքական, սոցիալական և տնտեսական երկուստեք կապերը և մեկ անգամ ևս վերահաստատելու հիմնաքարային այն սկզբունքները, որ ունենք։ Իդեպ Նիդերլանդների համար սա սակավ պատահող երևույթ է։ Հաճախ չէ, որ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրում։ Շատ երկրներ կան աշխարհում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է, իսկապես սա ցույց է տալիս այն նվիրումը, որ ունենք Հայաստանի հանդեպ։ Այդ համագործակցության մի մասն էլ Նիդերլանդների դեսպանատան պաշտոնական բացումն է, որի մասին նախ տեղեկացնում է հոլանդացի պաշտոնյան, ապա տեղի է ունենում պաշտոնական արարողությունը։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը Հայաստանում է ճիշտ այն ժամանակ, երբ Բաքվում ընթանում է հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծ ու դատավարությունը։ Ուստի անդրադառնալով այդ դատավարությունների եւ հայերի նկատմամբ խոշտանգումների հարցին, Կասպար Վելտկամպը այսպես է արտահայտվում։ Կարծում ենք, որ գերիները պետք է պաշտպանված լինեն ըստ հավուր պատշաճի, միջազգային չափանիշներին համապատասխան եւ ազատ ու արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան։ Վստահ եղեք, որ այս պարագայում եւս Նիդերլանդները եւ Եվրամիությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Մենք մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաեւ Բրյուսելում է այս հարցը բարձրաձայնված։ Իսկ ընդհանրապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին անդրադառնալիս Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծում է հատկապես կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը։ Համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։ Արարատ Միրզոյանն անդրադառնում է նաև խաղաղության պայմանագրի այն անհամաձայնություններին, որոնք դեռևս առկա են։ Այո, մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ
կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը եւ եթե համաձայնվեցվի ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք եւ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը եւ ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման, համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Ոչ հայաստանցի լրագրողներին այլ հարց է հետաքրքրում. արդյոք ճնշում կա Ռուսաստանի կողմից նորից իրենց ուղեծիր մուտք գործելու համար, որովհետև նկատել են, որ պատերազմից հետո վրդովմունք կար Հայաստանում եւ Հայաստանը ավելի շատ Եվրամիություն էր շարժվում։ Մենք վարում ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Մենք ունենք շատ խորը հարաբերություններ Եվրոպական միության հետ եւ ընդ որում դրանք հենց այսօր էլ նորից զարգացնում եւ խորացնում ենք։ Մենք ընդամենը 2 ամիս առաջ կամ մի փոքր էս կողմենք ստորագրեցինք նույն այս անունը կրող ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ, միևնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դարձյալ վերադառնալով ռազմավարական փաստաթղթին, նախարարները ընդգծում են, որ սա որևէ մեկի դեմ չէ։ Ռազմավարական այս գործընկերությունը ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի դեմ չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ այդ շրջանակում է, որ ուզում ենք բարձրացնել համագործակցությունը։ Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա սրանում որևէ նման կետ չկա։ Փոխարենը իրենց հարաբերությունները կարող են ամրապնդել շատ այլ ոլորտներում։ Եզրափակում է Կասպար Վելտկամպը։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար Վիոն լրատվամիջոցին։ Իդեպ հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրվել է հնդկական լրատվամիջոցի եթերում։ Խոսելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հարաբերությունների մասին նախարարը ընդգծել է, որ դրանք ունեն դարերի պատմություն, հիշատակել է բազմաթիվ պատմական փաստեր, օրինակ, որ առաջին հայկական պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում, Մադրասում։ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, իսկ դրանից ընդամենը 4 տարի անց ստորագրվել է երկու պետությունների միջև բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, իսկ վերջին 3-4 տարիներին հարաբերությունների զգալի բարելավում է գրանցվել, հատկապես պաշտպանական ոլորտում։ Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ ծերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, եւ ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը եւ մասնավորապես Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից ուղղված չէ որևէ այլ երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ։ Այսպիսով մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը մեր բանակը բարեփոխելու, արդիականացնելու գործընթացում եւ այստեղ հնդկական փորձը, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում։ Հապա Միրզոյանը պատասխանել է լոգիստիկ ուղիների մասին հարցին, անդրադարձել խաղաղության խաչմերուկ ծրագրին, որը նախ եւ առաջ նախատեսում է հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային եւ տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանը առաջներտին կենտրոնանում է մեր հարևանների, ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա, միաժամանակ շարունակում բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման եւ մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ։ Խոսելով հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին, նախարարը նշել է, որ այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Խոսվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման կարևորության մասին։ Միրզոյանը խոսել է նաև Հայաստանում մեծ թվով հնդիկ ուսանողների մասին, ովքեր հիմնականում բժշկություն են սովորում։ Հայաստանը շահագրգռված է ընդունել ուսանողներ Հնդկաստանից, բայց կա նաև աշխատանքային միգրացիա Հնդկաստանից։ Այս փորձը տարիներ առաջ չկար։ Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։
Կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։ Մենք պատրաստ ենք ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե հայկական տնտեսության, թե Հայաստանի աշխատաշուկայի համար։ Ապա անդրադարձ է եղել միջազգային իրադրությանը, այս համատեքստում Միրզոյանը շատ բարձր է գնահատել Հայաստանի եւ Հնդկաստանի միջև համագործակցությունը, ընդգծելով, որ երկրները աջակցում են միմյանց տեխնացություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում են տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը։ Եթե մեզ հաջողվի նախ եւ առաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության եւ կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաեւ լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները եւ համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ։ Նախարարը անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերությունների մասին հարցին, խոսել աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումներից։ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը եւ հօգուտ քաղել միմյանցից, ասել է Արարատ Միրզոյանը։ Շանթերուստանկերություն, Հորիզոն։ Եվրոպական խորհրդարանն այսօր կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը։ Քննարկումը տեղի կունենա Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրի ներքո։ Այս հարցով նաև Հրատապ Բանաձև է պատրաստվել, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում ընթանում է հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների, 23 հայերի եւ 1 կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար։ Այս մասին հայտնում է Christian Newswire կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների եւ շարունակվող բռնությունների մասին հաղորդումները, ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար եւ որ անհրաժեշտ է արագ գործողություններ փրկելու քրիստոնյաների կյանքը։ Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ է քեզ հաջողվել պարզել նրանց մասին։ Հիշեցնեմ, երեք Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում այդ երկու հայկական ազգանուն ունեցող անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, հայտարարելով, թե նրանք տեղեկություն ունեն այն մասին, որ Վարդանյանը հավաքագրում էր վարձկանների, որպեսզի նրանք կռվեն Ադրբեջանի դեմ եւ իրենց վճարում էր ամսական 700-ից 2000 դոլար, թե իբրև թե ֆինանսավորում էր Հայաստանից ականների տեղափոխումը Արցախ եւ ականապատումը տարածքների, թե իբրև իր փողով ստեղծել է 3 ռազմական մթերքի պահեստ, ուր եւ հավաքվում էին Հայաստանից իր գումարներով բերված զինամթերքները, թե իբրև թե քարոզում էր թշնամանք Ադրբեջանի ժողովրդի դեմ, եւ արցախցիները ճանաչել են այդ մարդկանց։ Նրանց անուններն են Մուշեղ Գրիգորյան եւ Կամո Հայրապետյան։ Նրանք այն հայերից են, ովքեր հայաթափումից հետո որոշել էին մնալ Արցախում, այն ի սկզբանե մոտ 30 հոգի էր մնացել, եթե հիշում ես, հիմա արդեն որոշ տեղեկություններով 9, այլ տեղեկություններով 11 հոգի են։ Հիմնականում դա հիվանդ ծեր մարդիկ են կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են եւ այս երկուսը հավանաբար այն բացառիկներից են, ում հնարավոր էր քիչ թե շատ լողացնել, հագցնել, բերել Բաքու եւ ներկայացնել որպես վկաների։ Նրանք այսպես այդ դերին կարծես համաձայն են եղել։ Ըստ էության այդ մարդիկ պատանդ են վաղուց արդեն Ադրբեջանում, քանի որ
նրանց ապագա կյանքը կախված է նրանից ժամանակին իրենց կկերակրեն, թե չեն կերակրի, հա, այդ իմաստով դժվար չէր ակնկալել իրենց այսպես կոչված ցուցմունքները։ Ինչևէ, հետաքրքիր է, որ նրանցից մեկը ներկայացրել էր դատական նիստում այդ Կամո Հայրապետյանը սպիտակ կոստյումով, կարծում եմ դա էլ էին ինչ-որ բանով ուզում էին խորհրդանշեին դրանով։ Ծանոթները պատմում են հետևյալը Հայրապետյանի մասին։ Պարզվում է, նրա ընտանիքը Բաքվից փախստականներ են եղել, ընդ որում Կամո Հայրապետյանի հորը 90 թվականի հունվարին ադրբեջանցիները սպանել են հենց Բաքվի կենտրոնում եւ ոստիկանությունը պահանջել է, որպեսզի գործ չհարուցվի եւ որդին հայտարարի, որ հայրը սրտի կաթվածից է մահացել։ Այն դեպքում, երբ նրա մարմնի մեջ 19 դանակի հարվածի հետքեր նկատվել։ Հորը նա հուղարկավորել էր հայրենի Մարագա գյուղում, ուր եւ ապրում էր Մարագան ադրբեջանցիների կողմից գրավելուց առաջ, դրանից հետո տեղափոխվել էր Ստեփանակերտ, այնտեղ տուն չուներ եւ ապրում էր խանութում։ Ադրբեջանցիների Արցախ գրավելուց հետո շարունակում էր ապրել նույն այդ խանութում եւ օգնություններ ստանում Կարմիր խաչից, իսկ այնուհետ արդեն ադրբեջանական բարեգործական կազմակերպություններից։ Մյուս այդպես որպես վկա ներկայացած Մուշեղ Գրիգորյանը նույնպես քաղաքում հայտնի մարդ էր, նրան անվանում էին գիպսի միշիկ։ Ժամանակին, երբ դեռ հարբեցող չէր, պատմում են, որ գիպսից հետաքրքիր քանդակներ էր պատրաստում։ Այդ գիպսի միշիկը այժմ ալկոհոլիկ է, այսինքն վաղուց արդեն ոգելիցի կախվածություն ունի եւ ադրբեջանական քարոզչության ամենաայսպես սիրված հերոսներից մեկն է, սիրով հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին, հավանաբար դրա դիմաց 1 կամ 2 շիշ հոնորար ստանալու դիմաց։ Համացանցում ժամանակին տարածված էր մի տեսանյութ, ուր նա փողոցով անցնում է Ստեփանակերտի հարբած եւ մեքենայից ադրբեջանցիները նրան ծաղրում են։ Բայց ավելի տարածված է մեկ այլ տեսանյութ, որը արդեն պրոֆեսիոնալ ձևով է նկարահանվել, քարոզչական նպատակներով, Նելսոն Ստեփանյանի հուշարձանի առջև կանգնած, այդ գիպսի միշիկը պատմում է, թե ինչ լավն են ադրբեջանցիները, թե ինչքան են իրենց սիրում, թե հյուրասիրում են, կերակրում են եւ շատ լավ են վերաբերվում իրեն եւ Արցախում մնացած մյուս հայերին։ Այն, որ ահա այսպիսի մարդկանց են որպես վկա ներկայացնում դատարանում, դա ոչ միայն անբարոյական է, այլ նաեւ ծիծաղելի, դե գլխավորը այն է, թե ինչ կարելի է ասել մի մեղադրանքի մասին, որը ամրագրվում է ահա այսպիսի մարդկանց ցուցմունքներով, մարդկանց, որոնք փաստորեն պատանդ են եւ որոնց վաղվա օրը կախված է, ինչպես ասացի, նրանից կկերակրեն նրանց, թե չեն կերակրի։ Արդյոք Եվրախորհրդարանում քննարկումից հետո հայգերիների թեմայով սպասվում է, որ նաեւ բանաձև է ընդունվելու։ Ինչ է հայտնի այդ բանաձևի բովանդակության մասին։ Այո, բանաձևը որքան հասկանում եմ վաղն է քվեարկությամբ դրվելու եւ նախաձեռնությունը այդ քննարկումը անցկացնելու եւ բանաձև առաջ ընդունելու, դա հավանաբար հետևանքներ Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլի, այսօր 23-րդ օրն է հացադուլի, եւ նաեւ Երևանում ի համերաշխություն Վարդանյանի հայտարարած 3 կամ 4 հոգու հացադուլի։ Նաեւ հետևանքն է եվրոպական մայրաքաղաքներում բողոքի ակցիաների, իրավապաշտպանների տարբեր դիմումների, եվրոպական մայրաքաղաքների, քաղաքական իշխանությունների, եվրոպական կառույցների, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների եւ այլն։ Այսինքն ինչ որ բան արդեն սկսում է փոխվել եւ ես հույս ունեմ, որ վաղը կընդունվի բանաձևը, որը նույնպես նոր process-ի սկիզբ կնշմարի։ Որոշ տեղեկություններ կան այն մասին, թե ինչ բովանդակություն է ունենալու վաղվա այդ քվեարկության դրվող բանաձևը։ Փաստաթղթում ասվում է, որ Արցախում անօրինական պահվող հայ ռազմագերիները, այդ թվում նաև քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչները, անմարդկային վերաբերմունքի են արժանանում, նրանց հոգեբանորեն ճնշում են, նրանց մարդկային արժանապատվությունն է ոտնահարվում, դե իսկ գլխավորը այդ փաստաթղթի պահանջն է անհապաղ եւ առանց որևէ նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիների։ Եվ նաև փաստաթղթում կոչ է արվում Եվրամիության մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչին մեկնել Բաքու եւ հանդիպել հայ ռազմագերիներին։ Նաև կոչ է արվում
Բաքվում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպաններին գալ դատական նիստ եւ հետեւել դատավարության ընթացքում։ Բաքվում արդեն արշավ են սկսել Եվրախորհրդանի падգամավորների դեմ, թեև բովանդակությունը դեպ փաստաթուղթը չի ընդունված չէ։ Ադրբեջանի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը այսօր հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն հայերը պարզապես կաշառել են Եվրամիության, Եվրախորհրդանի բոլոր падգամավորներին եւ նրանք պարզապես հոնորարի դեմ են այդ բանաձևը պատրաստվում ընդունել։ Շնորհակալություն Արծուն։ Հայաստանում գտնվող թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա անցակետում։ Այս մասին գրում է Ստամբուլում հրատարակվող Ակոս թերթը։ Հիշեցնենք, երեկ Հայաստանի վարչապետը իր Facebook-յան էջում տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ հարցազրույց է տվել թուրք լրագրողներին։ Թուրքական NTV հեռուստաալիքին էլ տված հարցազրույցում Հայաստանի ազգային ժողովի փոխոսնակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Մենք վերադարձանք, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։
Գլխավոր դատախազությունը դիմել է ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Միջնորդություններն արդեն տեղադրված են խորհրդարանի կայքում։ Դատախազությունը միջնորդագրում պնդում է, որ փաստական հիմքեր ունի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար։ Ընդդիմադիր պատիվ ունեմի պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի եւ հերթական եւ արտահերթ նիստում։ Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին։ Տեղեկացնենք նաեւ, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի շինարարների միություն եւ կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունների հետ։ Հուշագրի կնքման համար հիմք է ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները։ Մանրամասները ռեպորտաժում։ Համագործակցության եռակողմ հուշագիրը ստորագրեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը եւ կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Հուշագրի կնքման համար հիմք է ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, պետության եւ մասնավոր համագործակցության խորացմանը, ոլորտի ձեռնարկատիրությունների խթանմանը, բնակֆոնդի նորացմանը եւ կառուցապատման, շինարարության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարելավմանը։ Նախարարության, այսպես ասենք, եւ պետության եւ հանրության օգուտը նման հուշագրերից հետեւյալն է, որ ինչ որ մեխանիզմ ենք մենք գտնում ու իրար հետ սկսում ենք այդ մեխանիզմով աշխատել ու այնպես ասած եթե մենք օրինակ ինչ-որ նախագիծ ուղարկում ենք կարծիքի, դա իրենք գիտեն, որ դա իրենց աշխատանքն է, մենք էլ գիտենք, որ իրենց գաղափարները քննարկելը մեր աշխատանքն է։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է սեփական կարողությունների գործառույթների հնարավորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում համագործակցել միմյանց հետ, իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների եւ փորձի կիրառմամբ։ Հուշագրի շրջանակներում ունենք հաստատական վստահություն, որ այլ ավելի համատեղված եւ գործընկերային բարձր մակարդակում ենք իրականացնելու համատեղ քայլերը, քաղաքաշինական միջավայրում բիզնեսի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ նոր քայլեր, ոլորտային իրավական ակտերի մշակման ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարության, որպես բիզնեսի աջակցող, բիզնեսի լավագույն գործընկերոջ եւ հենարանի կարևոր աջակցությունը հետագա շարունակական ներդրումների իրականացման process-ում։ Միաժամանակ հուշագրի գործողության իրականացման ընթացքում իրենց իրավասությունների շրջանակում նախարարությունը, ասոցիացիան եւ միությունը նպատակ ունեն միմյանց աջակցել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, մշակել անհրաժեշտ իրավական ակտեր, ձեռնարկել համապատասխան քայլեր, ուղղված կառուցապատման եւ շինարարության ոլորտների կայուն զարգացմանը։ Սույն հուշագրի շրջանակներում մասնագիտական կարծիք է ներկայացվելու նաեւ ոլորտին վերաբերվող խնդիրները, այսինքն ոլորտի էքսպերտիզայի ունակությունները հնարավորություն է տալուց այս հուշագիրը, որպեսզի նախարարությունը օգտագործի։ Կարևորվեց նաև, որ համագործակցության եռակողմ հուշագրի կնքմամբ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ կառուցապատման եւ շինարարության ոլորտների շարունակական եւ կայուն զարգացման կարևորությունը եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության եւ երկրում ընդհանուր տնտեսական բարեկեցության անհրաժեշտությունը։ Տիգրան Օվակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է։ Եվս 8 լեռնագնացներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Դեպքը տեղի է ունեցել 3 մարտի 11-ից 3-ը։ Ահազանգ եղավ, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 9 անձից բաղկացած իսպանացիների արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ Նրանցից 8-ը դուրս են բերվել, իսկ մեկը անհետ կորել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողափրկարարական աշխատանքներին 3 ողջ օրը ներգրավվեցին 51 փրկարարական ծառայող, Արագածի ՀԵԿ-ի 1 աշխատակից, Ալպինիզմի եւ Լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ եւ Armenian Helicopters ընկերության 2 ուղղաթիռ։ Օրվա տարբեր ժամերին պաշտոնական հաղորդագրություններով տեղեկացվում էր, որ անհետ կորած լեռնագնացին փնտրելու աշխատանքները շարունակվում են։ Լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին ուշադիր հետևում էր Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ով այս մասին սոցցանցի X-ի հարթակում գրառում կատարեց։ Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապօգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար։ Ուղղաթիռի միջոցով Արագած գյուղ տեղափոխվեցին Իսպանիայի թագավորության տուժած 8 քաղաքացիների։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվեցին բժշկական կենտրոններ։ Իսպանացի լեռնագնացները Հայաստան էին եկել դահուկներով սահելու, այս եւ օրվա վատ հիշողությունների մասին արդեն հիվանդանոցում պատմեց տուժողներից մեկը։ Մենք հասնում ենք Գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա եւ մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք։ Չգիտեմ ինչ ասել։ Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար։ Արագածի Գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվեցին այսօր առավոտ կանուխ, ժամը 6-ին։ Ցավոք, ժամը 10:15-ին փրկարարները հայտնաբերեցին որոնվող իսպանացի լեռնադահուկորդի դին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։